Տավուշի մարզի Վազաշեն համայնքը մեր կողմից վերջին գյուղն է։ Վազաշենը վերջանում ու անմիջապես սկսվում են ադրբեջանի գյուղերը։ Մեր նկարահանող խմբին տեսնելով վազաշենցիները սկզբում կարծեցին, թե ադրբեջանական կողմից ինչ-որ խումբ է, գնացել է նկարահանելու դատարկ տները։ Հետո խոստովանեցին, որ նման բան առաջին անգամ են տեսնում։ Տավուշի մարզում հեռուստաընկերությունները քիչ են, իսկ մարզի վերջին գյուղում առհասարակ չեն տեսել նկարահանողների։ Ժամանակին Վազաշենի միջով անցնելն անգամ վտանգավոր էր, պատմում են համագյուղացիները։ Երկար ժամանակ է ոչ ոք դրսից գյուղ չի կարողացել մտնել, քանի որ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական գյուղերով։ Հիմա գյուղի ծայրում ապրողները հաճախ առիթ են ունենում հիշելու, որ ապրում են անմիջապես թշնամու հարևանությամբ։ Տունը հենց թուրքի պոստի առաջինը, մեր տունը, նախ մենք թե դուս կյանք։ Հենց հազարից մի անգամ ասեն կրակում են, պրյամո գալիս է պատրոն ընկինում մեր տուրը, կամ պատնածական, կամ վեդրո։ 90-ականներին Վազաշենը դատարկվել է, բայց մնացողը մնացել է, պատմում են համագյուղացիները, մնացել են նրանք, ովքեր սահմանապահի պես են պահել իրենց, կռվել են թշնամու տանկերի դեմ ու արյուն են թափել Վազաշենի համար։ Հիմա գնում են գյուղից հիմնականում ապրուժ չունենալու պատճառով։ Գյուղում ոչ մի աշխատատեղ չկա, արոտավայրեր չկան, իսկ հող մշակել չեն կարող, քանի որ հողերի մեծ մասը ականապատված է։ Հող են տվել, այդ ականապատված է ու այդ հողը մոնումանտ է։ Չենք էլ օգտվում ու փողը տալիս ենք։ Վազաշենցիները դժգոհում են երկրի կառավարության անհեռանկարային հարկային քաղաքականությունից։ Թշնամու ուղիղ հարևանությամբ բնակվող գյուղացին չունի որևէ արտոնություն։ Վճարում են նույն հարկերն ու ճիշտ այնքան, որքան ասենք Արարատյան դաշտավայրում ապրող գյուղացին։ Փոխանակ դատարկվող սահմանային գյուղում ստեղծեն նպաստավոր պայմաններ, աշխատատեղեր ու արտոնություններ տրվեն գյուղացիներին, մի բան էլ նրանք վճարում են, բայց հող մշակել չեն կարող։ Ոչ մի արտոնություն չկա։ Իմ տունս 20 տարի է, թուրքը ավիրել է հրեցարում։ 20 տարի է իմ տան Գումարը չեն տալի հոտած դոմիկը, ճաշի մեջ են տարնում վրտները, 66 սարքած դոմիկը, խիչի իմ տան գումարը տալի, քրամ միանքն ու սարքեմ ընդեղել մռնեմ։ 2 տարեկան եմ, չարչարվել եմ, սոխազին օգնել եմ, պետության օգնել եմ, տարել եմ ցերկասը, ու երես հասակում ես ուտամ ապրեմ, իմ ընտանիք ապահովում։ Իմամ անդը չեն տալի, խի չեն տալի։ Տները փլված, հլեն նեկը չի, հենա գրատ աղպելա, չէ կարեմ մոքրեն ժողորդի, կապեք չեն տավեն ընտանիք պահեն։ Դե պահախ չի ճան, չո պահեմ ընտանիքս։ Հեն երեխա ունեմ, ինչո պահեմ ես։ Այս գյուղում բնակվողները հերոսներ են, գյուղացին սահմանապահ, երկրի իշխանություններին դիմում են վազաշենցիները ու հիշեցնում, որ եթե գյուղից գնան, մեխանիկորեն գյուղը կանցնի հարևան Ադրբեջանին, բայց ժամանակին կռվել ու պայքարել են մի կտոր հողի համար, ադրբեջանական տանկերի դեմ պայքարել են այս գյուղի տղամարդիկ։ Այս ժողովուրդը հերոս ժողովուրդ են, որ գյուղը չլքեցին, 3 տանկ եկավ մտավ գյուղը ու այդ տանկերը մեր հերոս տղեկը ոչնչացրին, թուրք այս դիմի տանկը տրակեց, խմոր ярեր, այդ խմորը լագյանի մեջից թռել էր ինգել դուրը։ Գյուղացիների եկամտի միակ աղբյուրը այսօր անտառն է։ Առավոտի ծիրիկուն հատապտուղ են հավաքում, հետո գյուղի ուղիղ կենտրոնում բերդ տանող ճանապարհին վաճառքի են հանում։ Անտառով են ապրում ժողովուրդն ամեն ինչ են դժվար։ Ես հունա, մոշա, դրանցով են ապրում ժողովուրդը։ Ասել են Ստալին ինչո պահենք իմ բալին, ասել է ծախի պատի թխալին, պահի քո բալին։ Հիմա ասում ենք Սերժ, ինչո պահենք մեր բալենուցը։ Ասում ենք քոլորը մոշուհուն քաղի պահի քո բալին։ Վերջում վազաշենցիները մեզ ճանապարհեցին, խնդրելով ու պահանջելով, որ իրենց բողոք դժգոհություններն ինչպես հարկն է, ներկայացնենք ու ցուցադրենք, որ երկրի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները իմանան, թե իրենց թիկունքը թշնամուց պահող գյուղացիները դժգոհ են այս երկրի իշխանություններից։ Քրիստինա Մկրտչյան, Գուրգեն Գինոսյան, Գալանյուս, Տավուշ։